Խոշոր ընկերության տնօրեն Մայքլ Ջոնսոնը խիստ մարդ էր և ուներ բարձր սկզբունքներ ու ակնկալիքներ իր աշխատակիցներից։ Նա հավատում էր, որ միայն նրանց, ով դրսևորում է բացառիկ աշխատանքային էթիկա և պրոֆեսիոնալիզմ, կարող է հաջողության հասնել իր կազմակերպությունում։ Այդպիսի աշխատակիցներից մեկը Էմիլի անունով քարտուղարուհին էր։ Էմիլին մի քանի ամիս աշխատում էր ընկերությունում։ Նա չանասեր էր և բարեսիրտ, բայց չկարողացավ համապատասխանել բարձր չափանիշներին, որոնք տեղադրված էին Մայքլի կողմից։ Նրա աշխատանքը հաճախ պարունակում էր աննշան սխալներ, և նա դժվարանում էր կազմակերպել կարևոր առաջադրանքներ։ Չնայած ջանքերին, նա չարդարացրեց մենեջերի սպասելիքները։ ԵՒս մեկ միջադեպից հետո, երբ Էմիլին չկարողացավ պատշաճ կերպով կարևոր հանդիպում կազմակերպել, Մայքլը որոշեց հեռացնել նրան աշխատանքից։ Նա պարզապես հիասթափվել էր նրա հաճախակի անհաջողություններից և առանց վարանելու հեռացրեց նրան, և անձնական որևէ կապվածություն չէր զգում Էմիլիի հետ, այլ պարզապես նրան դիտում էր որպես հեշտական աշխատակից, ով չարդարացրեց սպասելիքները։ Էմիլին վշտովված հավաքեց իրերն ու դուրս եկավ գրասենյակից։ Մայքլը սրան առանձնահատուկ նշանակություն չտվեց, վստահ էր, որ ընկերությունը կգտնի ավելի որակյալ անձ, որը կստանձնի իր պարտականությունները։ Մի քանի օր անց Մայքլը հանդիպեց իր խոշորագույն ներդրողներից մեկի հետ՝ պարոն Ուիլյամսի հետ։ Բանակցությունները հաջող անցան։ Քննարկվել էր ապագա ծրագրերի համար կարևոր հարցեր և ներդրումներ։ Հանդիպման ավարտին պարոն Ուիլյամսը նշեց, որ իր դուստրն աշխատում էր Մայքլի ընկերությունում։ Մայքլը քարացավ, երբ լսեց Էմիլիի անունը։ Նա չէր հավատում իր ականջներին, որ քարտուղարը, ում նա հենց նոր էր ազատել, պարզվեց, որ իր ամենամեծ ներդրողներից մեկի դուստրն էր։ Նա չիմացավ այն մասին և անմիջապես հասկացավ, թե ինչ մեծ սխալ էր կայացրել։ Պարզապես աշխատանքից ազատելով մի աղջկա, որի հայրը իր ընկերության առանցքն է կազմել կամ կազմում, և ինչպիսի հարված կարող էր հասցնել Միքայելին կամ աղջկա հորը։ Նա հասկացավ, թե որքան սխալ է, երբ որ միայն կենտրոնանում ես պրոֆեսիոնալիզմի վրա, հաշվի չառնելով անձնական կապերը, որոնք կարող են էլ ավելի իրական կամ էական դեր խաղալ բիզնեսում։ Մայքլը անմիջապես զղջաց ու հասկացավ, որ նա պետք է ուղղի իր սխալը։ Նա կապվեց Էմիլիի հետ և խնդրեց նրան վերադառնալ աշխատանքի, բայց էլ ավելի բարելավված պայմաններով և ավելի բարձր դիրքով։ Չնայած սկզբնական հիասթափությանը, Էմիլին համաձայնեց վերադառնալ, բայց միայն այն պայմաններով, որոնք անտար էր համարում։ Մայքլ Ջոնսոնը արժեքավոր դաս քաղեց բիզնեսում և հասկացավ մի բան, որ հաջողությունը կախված է ոչ միայն մասնագիտական հմտություններից, այլ նաև, թե որքան կարևոր է հաշվի առնել այն մարդկանց անձնական կապերն ու արժեքները, որոնց հետ
աշխատում ենք։ Սիրելիներ, սա կարևոր նախադասություն էր, որը կցանկանամ նորից ընթերցել ձեզ համար։ Մայքլ Ջոնսոնը արժեքավոր դաս քաղեց բիզնեսում և հասկացավ, որ հաջողությունը ոչ միայն կախված է մասնագիտական հմտություններից, այլ նաև թե որքան կարևոր է հաշվի առնել այն մարդկանց անձնական կապերն ու արժեքները, որոնց հետ աշխատում ենք։ Նա հասկացավ, որ բիզնեսում միշտ չէ, որ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որքան թվում է առաջին հայացքից։ Սիրելիներ, ինչի համար ցանկացա այս պատմությունը ձեզ ներկայացնել։ Շատ հաճախ մարդիկ երբեմն փնտրում են իրենց շահը։ Նրանց տրվում է արժեքավորը, բայց այնքան են խիստ պահանջում, որպեսզի բարելավի իրենց պայմանները, որ կորցնում են այն, ինչ որ տրված է իրենց։ Երբեմն մենք կարող ենք սխալ վարվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իջականում մեզ համար մեծ արժեք են ներկայացնում։ Ինչպես նաև մենք կարող ենք սխալ վերաբերվել մեզ սիրելի Հիսուս Փրկչի նկատմամբ, ով իր կյանքը զոհաբերել է մեր մեղքերի թողության համար։ Եվ մեր շահերը, այս աշխարհի ձեռքբերումները առաջի տեղ դնելով, Աստծո կամքը, Աստծուն մղում ենք հետին պլան։ Ինչպես մենք տեսանք տնօրենը, շատ զարմացավ, երբ հասկացավ, որ այդ աղջիկը այն մարդու աղջիկն է, ով իրեն համար, իրեն գործի համար շատ կարևոր դեր էր զբաղեցնում։ Վերանայեց, հասկացավ իր սխալը, ուղղեց և ետ կանչեց։ Սիրելիներ, այսօր Սուրբ Հոգուն, Հիսուս Փրկչին մենք դրել ենք երկրորդական տեղ։ Եվ երբ որ մեր կարիքները ու ցանկությունները չեն համապատասխանում Աստծո կարիքներին ու ցանկություններին, Աստծուն, Աստծո առաջնորդությունը կամ Սուրբ Հոգու առաջնորդությունը դուրս ենք մղում մեր կյանքերից։ Հիշեք, կյանքում արժեքավորը ոչ թե բիզնեսն է, կամ մարմնի ցանկություններն են, կամ հեշտական հաջողություններն են, այլ ամենաարժեքավորը դա Աստծուն մեր կողքին պահելն է։ Ինչպես տնօրենը հասկացավ, որ Էմիլիին պիտի հետ վերադարձնի էլ ավելի բարձր աշխատավարձով, միայն թե իր կողքին լինի, որովհետև իր ամբողջ կազմակերպությունը հակառակ դեպքում փուլ կգար։ Նմանապես հետ կանչեք Աստծուն ձեր կյանք, որպեսզի փրկություն ունենաք։ Եվ պատրաստ եղեք էլ ավելին հնազանդվել Աստծո փառքի համար։ Փիլիպպեցիս 2:12-ում ասվում է. «Ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ժամանակ հնազանդ եղաք, ոչ միայն իմ ներկայությանս, հապա էլ ավելի հիմա իմ բացակայությանս ժամանակ, ահով ու դողով անձերի փրկության համար գործեցեք»։ Հիմա ժամանակն է, որպեսզի կենտրոնանանք մեր անձերի փրկության համար գործելուն։ Շարունակությունը, քանի որ Աստված է, որ ձեր մեջ կներգործե կամենալն ու անել իր հաճության պես։ Այսինքն, Աստծուն հրավիրեք ձեր կյանք ապաշխարությունով
որպիսի Աստված ձեր մեջ ներգործե, որպիսի անեք ու կամենաք իր հաճության պես։ Բայց եթե Աստված ձեր կյանքի մեջ չկա, ինչպես կարող է Աստված ձեր մեջ ներգործե իր կամքի մեջ անելու ու կամենալու հարցում։ Սիրելիներ, կցանկանայի, որպիսի ովքեր որ կցանկանան, որպիսի Աստված հայտնվի իրենց կյանքի մեջ, աղոթենք, հրավիրենք, որպիսի Հիսուսը մտնի մեր կյանք, փոխե մեր կյանքը, որպիսի մեր կյանքի ցանկացած ոլորտում հաղթանակներ տանենք։ Պարզապես խոնարհվեք ու աղոթեք ինձ հետ միասին։ Հայր, հիմա խոնարհվում եմ քո առաջ։ Բերելով իմ սիրտս հանձնվում եմ քեզ ամբողջությամբ, կրկնեք խնդրեմ։ Տեր, ներիր իմ բազում գիտագից ու անգիտագից բոլոր մեղքերու սխալների համար։ Պահիր ու պահպանիր ինձ չարից, սատանայի բոլոր հնարքներից։ Օգնիր ինձ, որ քո կամքդ կատարեմ, քայլեմ այնպես, որ քո առջևդ շնորհ գտնեմ, լինեմ քեզ պիտանի ու արժանի զավակ։ Տեր, բնակվիր իմ սրտիս մեջ, դարձիր իմ Տեր ու Փրկիչս։ Ներիր, որ ես հաճախ մեղքեր եմ գործել, որոնք նույնիսկ չեմ էլ գիտակցել։ Բաց արա, ցույց տուր իմ բոլոր մեղքերս ու սխալներս։ Ես պատրաստ եմ ուղղվել ու փոխվել ու դառնալ քեզ պիտանի ու արժանի զավակ։ Շնորհակալ եմ, Հիսուս, որ այսօր ինձ այցի եկար ու դարձար իմ Տեր ու Փրկիչս։ Թող փառավորվի իմ կյանքում Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով եւ ձեր կյանքի մեջ ոչ թե շահը, այլ ձեր ճիշտ համագործակցությունը, որ կնպաստե ձեր բարձրունքին ու բարգավաճմանը, որը կենթանի Աստված է, որը ձեզ առաջնորդում է Հիսուս Քրիստոսով եւ Սուրբ Հոգով, դրեք ձեր կյանքում առաջի տեղը։ Ամեն։